Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Ստեղծիր քո փոքր աշխարհը և թույլ մի տուր, որ բոլորը մտնեն այնտեղ։ Եվ այսպես, տարիքի հետ հասկանում ենք մի պարզ ճշմարտություն։ Ոչ բոլոր մարդիկ են արժանի մուտք ունենալ մեր ներաշխարհ։ Պատկերացրեք, որ ձեր հոգին տուն է։ Դուք չեք բացի ձեր տան դուռը յուրաքանչյուր անցորդի առաջ։ Նախ կիմանաք ով է, ինչ նպատակով է եկել, ինչ վերաբերմունք ունի ձեր նկատմամբ։ Այդ նույն սկզբունքը պետք է գործի նաև հարաբերություններում։ Ստեղծեք ձեր փոքր աշխարհը, այն վայրը, որտեղ խաղաղություն, հարգանք և անկեղծություն կա։ Աշխարհ, որտեղ ձեզ գնահատում են այնպիսին, ինչպիսին կաք, և դուք ստիպված չեք ձևանալ ուրիշ մարդ։ Դա չի նշանակում փակվել մարդկանցից։ Դա նշանակում է ընտրել, թե ում եք թույլ տալիս մտնել ձեր կյանք։ Մեկ-մեկ հրավիրեք այնտեղ այն մարդկանց, որոնց ներկայությունից հետո հոգնած չեք զգում։ Նրանց, ովքեր ձեզ հետ մրցելու փոխարեն ոգեշնչում են, ովքեր չեն դատում, այլ հասկանում են, ովքեր չեն սպառում ձեր էներգիան, այլ ավելացնում են այն։ Բայց այստեղ կա մի կարևոր պայման. յուրաքանչյուր մարդ, ով մտնում է ձեր աշխարհ, պետք է իր ներկայությամբ հարստացնի այն, ոչ թե քանդի։ Եթե զգում եք, որ ինչ-որ մեկը մշտապես բերում է լարվածություն, վիրավորանք, նախանձ կամ անարգանք, հարց տվեք ինքներդ ձեզ. իսկ ինչու է այդ մարդը դեռ իմ աշխարհում։ Սահմաններ դնելը եսասիրություն չէ, դա ինքնահարգանք է։ Հաճախ մարդիկ վախենում են հրաժեշտ տալ հարաբերություններին, որովհետև չեն ուզում վիրավորել դիմացինին։ Բայց իրականում ամենացավոտը ոչ թե ազնիվ հրաժեշտն է, այլ երկար տարիների կեղծ ներկայությունը։ Եթե հասկանում եք, որ ձեր ճանապարհներն այլևս չեն հատվում, հրաժեշտ տվեք։ Բայց հրաժեշտ տվեք գեղեցիկ։ Առանց վիրավորանքի, նվաստացնելու և վրեժի ցանկության։ Որոշ ժամանակ կարող եք պահպանել քաղաքավարի շփումը, եթե դա անհրաժեշտ է, հատկապես, երբ ընդհանուր միջավայր կամ պարտականություններ ունեք։ Սակայն մի ստեղծեք կեղծ մտերմություն միայն այն պատճառով, որ դժվար է ասել մեր ճանապարհներն այստեղ բաժանվում են։ Հիշեք, մարդկանց մասին ամենից շատ խոսում է ոչ թե այն, թե ինչպես են նրանք գալիս մեր կյանք, այլ այն, թե ինչպես են հեռանում։ Գեղեցիկ հեռանալը հասունության նշան է։ Երբ հեռանում եք առանց աղմուկի, առանց վիրավորանքի, առանց միմյանց սևացնելու, դուք պահպանում եք ձեր արժանապատվությունը։ Մի իմաստուն խոսք կա, հեռանալ պետք է այնպես, որ հետո օդում գարշահոտություն չմնա։ Այսինքն չթողնել ատելություն, թույն, այնպիսի խոսքեր, որոնց համար տարիներ անց ստիպված կլինեք ամաչել։ Կյանքը շատ կարճ է թունավոր հարաբերությունների, պարտադրված ընկերության և կեղծ ժպիտների համար։ Ստեղծեք ձեր փոքր աշխարհը, պահպանեք այն։ Թող այնտեղ մուտք ունենան միայն նրանք, ովքեր հարգանքով են վերաբերվում ձեր սահմաններին, ձեր արժեքներին և ձեր խաղաղությանը։ Իսկ եթե ինչ-որ մեկն այլևս տեղ չունի այդ աշխարհում, թողեք, որ հեռանա, կամ ինքներդ հեռացեք։ Բայց հեռացեք գեղեցիկ, որովհետև գեղեցիկ հրաժեշտը երբեմն մարդու ամենագեղեցիկ հաղթանակն է։ Լավ եղեք։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։